Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Նստեք։ Սիրելի երեխաներ, այ անցան ամառային արձակուրդները եւ 3 ամիս ընդմիջումից հետո դուք նորից եկել եք դպրոց։ Ես համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը լավ ժամանակ է անցկացրել եւ հենց այդ պատճառով ես չեմ ուզում այսօր դաս անցկացնել, այլ պարզապես կուզենայի, որ դուք կիսվեիք ձեր տպավորություններով։ Ռուզաննա, օրինակ դու ինչպես ես անցկացրել քո արձակուրդը։ Ես տատիկիս եւ մայրիկիս հետ ամբողջ ամառն անցկացրել եմ մեր հողամասում։ Մենք այնտեղ ծառեր էինք տնկում, ծաղիկներն էինք ջրում եւ պոկում էինք մոլախոտեր։ Շատ լավ։ Եվ այդ ամենից դու ինչ հասկացար։ Ես հասկացա, որ ամեն ինչ խնամք է պահանջում եւ եթե ուզում եք առատ բերք ունենալ, պետք է շատ ջանք թափեք։ Ապրես։ Դու Երիկ, ինչպես անցկացրեցիր քո արձակուրդը։ Ամբողջ ամառ ես պապայիս հետ գնացել եմ ձուկ բռնելու, այնտեղ սովորել եմ վրան խփել եւ խարույկ վառել։ Իսկ դու ինչ հասկացար։ Ես հասկացա, որ տղամարդը պետք է բոլոր դժվարությունները կարողանա հաղթահարել։ Շատ ճիշտ է։ Անդրանիկ, իսկ դու ինչպես ես անցկացրել արձակուրդները։ Դե ես ամբողջ ամառ քեռի հետ խոհանոցում խոսում էի։ Իսկ ինչի մասին եք դուք խոսում։ Դե քեռին Աֆղանստանի պատերազմից էր պատմում։ Իսկ ինչ էր պատմում։ Պատմում էր, որ մի անգամ ինքը խրամատներում 5 շիշարաղով, պուլեմյոտից 5-ի պատրոններով ու 5 գրանատներով նստած է։ Այդ պահին դուշմանները վրա են տալի։ Այս քեռիս 5 շիշարաղը խմում է, պուլեմյոտով սաղ վաշտը վերացնում է ու գրանատներով 5 տանկը գմտցնում է։ Եվ այդ ամենից դու ինչ հասկացար։ Ես հասկացա, որ երբ քեռին հարբած է, հետը գլուխ չարժի դնել։